Ես 8 տարեկանից տնից դուրս եմ եկել, փողոցներն եմ ապրել, հետո գնացել եմ Ռուսաստան 9 տարեկան, հետո մի քիչ հիմիկվա բանով անհնարին, բայց այն վաղտ մեծեձև ա եղել։ 9 տարեկանից սկսել եմ նարկոտիկը սրսկվել ցիգաների հետ։ Սիրել եմ նարկոտիկու հետ ձև երկար տարիներ սրսկվել եմ համարյա մի 40 տարի։ 24 տարի դրանից նստած սպանությունների համար տարբեր դիցմաբանտարկություններ, բայց այն վաղտ ասում չէի ճանաչում, բայց Աստված այն վաղտ էլ ողորմություն արեց, որ ցմա չտվեցին։ Զղջում եմ այդ ամեն ինչի համար, ինչ անցել եմ, երկար տարիներ զոներ եմ նայել, քաղաքներ եմ նայել Ռուսաստան։ Բայց եկա ասա միտեղ, որտեղ որ արդեն ձեռներս փդավ նարկոտիկից, ոտս փդավ, իսկ երբ որ գալիս է փորձությունները քո կյանքում կողից այդ բոլորը կորում են։ Մնում ես դու քո հետ։ Ու մա դա աղբեր մոտիկացավ, ասեց Գագո ջան, ասես կամ այդտեղ որտեղ որ Աստված քեզ կարա բժշկի, որ ասում չէի ճանաչում, չնայած ճանաչում էի իմ ձևի։ Ես եկեղեցի էլ չէի մտնում, ասում էի Տեր ջան, եթե պետք է մտնեմ եկեղեցի ու նորից այդքան գողություն անեմ, հա ինչի համար մտնեմ, այսինքն ասունեձև գիտեի այն վաղտ։ Ու ես վերջում ուժը գեներալ Մանվելի տունն էի տարել մի քանի հատ այդ գողություններով տարբեր լուրջ, հա ուժը ոստիկանություններ չէր փակում, սպասում էին այսօր եկուս մեռնելու, ոնց որ վիճակը սահավոր էր։ Ու հետո աղբոր համար պատմեցին։ Սկզբից չհավատացի, ասի մա զանգե գոնե լսեմ հələ։ Հա, լսա հետո աղբոր վկայությունը, եկա հետո աղբորս մոտ, Գագո աղբորս մոտ։ Ծառայեցին, մնացի վերակայնողական կենտրոնում։ Մի քիչ դժվար, հարցերս լուծվավ, թողի գնացի աշխարհ։ Գնացի աշխարհ, մտածելով, որ ընդ կարամ աղոթեմ, կարամ ապրեմ, բայց դուս եկա որ սուտ է։ Աշխարհում չես կարա նորից 5 կրուգի մեջ ելնես, աղոթես, նորից փորձություններ, նորից բան, եկա վերակայնողական նորից կենտրոն։ Եկա ստե ամենահետաքրքիրն է սկսվում, որ Աստված թույլ տվեց իմ կյանքում մի տարի առաջ լուրջ հիվանդություն եկավ ու հիվանդանոցի դեմը նստած եմ, մատ նորիկ աղբեր ունենք, հրազդան եկեղեցուց է, մոտիկացավ ասեց, չհանձնվես ասեց, դե բժիշկները ասեցին գնա, քանի օր կաբրես, այսինքն օրերի բան ասեցին, հիմա ասեմ Աստված ջան, խնդրում եմ էլի, ասեմ, չեմ ուզում սենց այդ համելի, ասեց դե գնա աղոթի ու ապրի, հիմա ես մի տարի մի քան հետաքրքիր է, ամեն օր հելնում եմ քնից աղոթում եմ փառքես Տեր ջան, որ զարթնել եմ, փառքես, որ քո տան մեջ եմ, ոչ ցավ ունեմ, ոչ էլ հիվանդություն ունեմ, բայց հենց մի քիչ տկարանում եմ սիգնալիզացիայի պես, ոնց որ մա տեղ է թողել, կնոպկեն սխմում է, հիշում եմ, որ պետք է վազեմ աղոթելու։ Շատ հրաշքներ եմ կյանքում արել, այսքանն էի ուզում ասել, փառք Տիրոջս հնարավորությանը։